Ամիսներ շարունակ ձգձգվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը էլեկտրաէներգիայի և բնական պաշարների նախարարությունը միանգամայն հիմնավորված է համարում։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով էլեկտրաէներգիայի թանկացումը թեև անցանկալի երևույթ է, սակայն ստեղծված պայմաններում անհրաժեշտ էր։ Կուտակվել էր Հայաստանի էլեկտրացանցում մոտավորապես 27-6 միլիարդ դրամի պարտքեր, որոնց պատճառը հիմնականում գիտեք ատոմակայանի չնախատեսված կանգառներ, մոտավորապես 88 օր, պատճառը հաջորդ դա ջրի սակավություններ և հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ավելի ցածր ծավալները, քան նախատեսված էին հաստատված սակագներով։ Նախարարը հավաստիացնում է, ներկայումս կառավարության առջև նոր սակագնի փոփոխության մասին հարց դրված չէ և հետագայում նույն խնդրին չբախվելու համար այսօր արդեն քայլեր են ձեռնարկվում։ Այն բոլոր աշխատանքները, հզորությունների տեղադրումը, միջոցառումների ծրագրերը, կորուստների նվազեցումը, որը մենք նախատեսում ենք այսօր անել, բոլորը միտված է նրան, որպեսզի սակագների լուրջ փոփոխություններ չլինեն։ Խոսելով էլեկտրաէներգիայի ոլորտի հիմնական ցուցանիշների մասին, նախարարը նշեց, որ 2014 թվականի հունվար-հունիս ամիսների կտրվածքով արտադրվել է 3 միլիարդ 730 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2013 թվականի նկատմամբ նվազել է 3,25%-ով։ Նախարարի խոսքով այս տարի առավել շատ էլեկտրաէներգիայի սպառման ծախս գրանցվել է ոռոգման համակարգում և ավելի քիչ արդյունաբերության ոլորտում։ Նախարարն անդրադարձավ նաև ներկրվող գազի ծավալներին, նկատելով, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գազի ներկրման ծավալները կազմել են 4,2%, սակայն գազի սպառման ծավալները բնակչության շրջանում կրճատվել է 1,9%-ով։ Երվանդ Զախարյանը խոսեց նաև ընդերքօգտագործման ոլորտի մասին և նշեց, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու ճիշտ ժամանակն է։ Ընդհանրապես ոլորտներում հանքարդյունաբերության և երկրաբանական ուսումնասիրությունների հատկացված տարածքներում այդ ընկերությունների մոտ և նաև ընդերք շահագործող կազմակերպությունների մոտ հայտնաբերվել են բազմաթիվ մեծ թվով խնդիրներ, բացթողումներ և խախտումներ։